Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք ամենասիրված եւ ամենասպասված բաղադրատոմսերից մեկը, որը մազունով գոլոլակներն են, կամ կարող ենք ասել մազունով քյուֆտե։ Ինքը շատ սիրված եւ շատ ծանոթ աբուր է, քանի որ աբուր չեմ կարող ասեմ, ինքը ջաշ է, այնքան ինքը ջոխ է։ Հեշտ է պատրաստվում, կարող եմ ասել, մի քանի բան պետք է սովորենք ու հետո արդեն հեշտ կլինի։ Այսօր պատրաստելու ենք ամենասիրված մազունով գոլոլակների ջաշը։ Մեզ հարկավոր է 40 կիլո քուֆտայի միս, 2-ից 3 գդալ սպիտակացավար, աղ, սև բղբեղ, կարմիր գծու եւ քաղցր բղբեղներ։ Գոլոլակների միջուկի համար մեզ պետք է կարակ եւ կերիչով անցկացրած սոխ։ Մի հատ հավգիտ մազունին մեջ ավելացնելու համար։ Մազունով աբուրի համար օգտագործելու ենք ցիտաբդղից հետ, extra version եւ փոշի անանուխ։ Հիմա պետք է գդրենք, բլղուրը մի հատ լվանանք ու հետո այդ մսային զանգվածը արդեն կստանանք։ Դե ինձ սիրելիներս արդեն մեր բլղուրը լվացել ենք, ավելացում ենք սպիտակացավարը, Կամիք պետք է գլորենք, քանի որ ինքը չորանում է, բայց ես մի հատ արակի վրա ցույց տամ, կարակը ինչ ենք անելու։ Ուրեմն, կարագուսի ենք անելու այսպես։ Քանի որ մենք ընդհանրապես, եթե այդպես մեծ հավաքույթներ ա լինում, նախ հավ ենք քաշում, 1 հատ, 2 հատ հավ, հետո մաքրում ենք այդ հավը, հավի մսերը առանձնացնում ենք ու հավի ջուրով պատրաստում ենք այս աբուրը։ Բայց քանի որ էդի մի քիչ ավելի երկարացնում է ու ջոխացնում է, կարող եք այս ձևով պատրաստել, եթե ինչ որ արագ պետք է պատրաստեք եւ ժամանակ չունեք հավ խաշելու եւ այլն։ Բայց իրա փուն ձևը հավը պետք է խաշենք, հավի ջրով պատրաստենք այս մեր աբուրը ու հետո մեր հավի մսերը աբուրի վրա տնենք ու ուտենք։ Մի 2 րոպե էլ արդեն որ լինի, արդեն ինքը պատրաստ կլինի։ Իսկ ստեղ մազունն է, շատ լավ խառնում ենք, հազիվը սկսում է պլպլ տալ, ավելացում ենք մի քիչ էլ ջուր, մինչև ստանանք մեր խտությունը կամ մեր նախասիրած խտությունը։ Իսկ ես ինչ եմ անելու, արդեն որ ստանամ միանգամից մեր գոլոլակները արդեն կավելացնեմ ջուրի վրա ու այնտեղ կպատրաստեմ այդ քախնի եւ ամենակարևոր սոսը, որը ցիտաբդղից հետը եւ անուխը իրար հետ են ամուսնանում ու ավելանում են մազունին վրա։ Դե ինչ, արդեն մեր քուֆտեները պատրաստ են, կսկանք